Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախ ուզում եմ շեշտել, որ ոչ միայն քաղաքական է, այլ հենց նոր հանդիպում եղավ, որը քաղաքական չէ, կազմակերպություններ, մենք բոլորի հետ ենք, քանի որ կոչ ենք կարել բոլորի հետ բաց քննարկում իրականացնենք, ովքեր արձագանքել են մեր կոչին, եկել են հանդիպման, տարբեր ձևի քննարկումներ է գնում եւ այսինքն մենք այս պահին ուզում եմ ցույց որ սա ոչ միայն արցախցիների խնդիրը, նաեւ ամբողջ հայության խնդիրն է, դրա համար բաց բանով գնում ենք համախմբման եւ այդ թիվը մեծանալու եւ մենք մեր օրակարգից դուրս չենք գալիս, շարժում ենք մենք մեր օրակարգի շուրջ ու եթե այդ մարդկանց իրենց, չգիտեմ, կանոնադրության մեջ կա այդ կետերը, որը համընկնում է մեր օրակարգի հետ, այդ օրակարգի շուրջ աշխատում ենք, քննարկում ենք տարբեր առաջարկություններ իրենց կողմից, մենք մեր կողմից, գալիս ենք մի եզրակացության, որ ինչպես անել, որպեսզի այս ամեն ինչ կատարվում այսօր Հայաստանում փորձենք, այսինքն դրական կողմից լինի, այսինքն այս պահին արցախցիները վաղը ցավոք սրտի կանգնելու են դժվարության առաջ, իրենց տան վարձի խնդիր լինելու եւ այլն, բնակապահովման ծրագիրը այս պահին չի գործում այնպես, որ մարդիկ կարողանան կար ժամանակում դա հասնեն, որպեսզի կարողանան կար ժամանակում փորձել մենք մեր առաջարկություններով ու լուսման ճանապարհով մեր ձայնը բարձրացնել ու այդ ձև ոչ միայն կոնկրետ մենք ունենք գերիների հարցը, որ այսօր ցավոք սրտի անհայտ կորածներ ունենք, որ ճակատագրերը դեռ պարզ չի ու ոչ մի քայլ չի գնում, եթե գնում էլ է, ապա դա չի երևում, որը միանշանակ պետքա երևա, պետքա բարձրաձայնվի, ունենք այսօր Արցախում գյուղերը քանդվում, այսօր Արցախի եկեղեցիները քանդվում, որ այդ ամենի շուրջ մենք ունենք փաստեր, մենք ունենք նկարներով, այդ ամեն որ դիմենք միջազգային դատարաններ կլինի, միջազգային կառույցներ կլինի, որ մեկեն չի դու մենակով դիմես, մեկեն չի մի հոգու խոսքի, մեկեն չի կազմակերպություններ, խումբ լինի, այսինքն մենք ինչու ենք գնացել այս քայլին, մինչ այդ մենք հանդիպում ենք տարբեր ձևաչափով կառավարության ներկայացուցիչների հետ, դեռ անընդհատ շեշտում են, որ դա քո կարծիքն է կամ դու կարող ես ներկայացնել 100 հոգի, 150 հոգի, չգիտեմ, X քանակ մարդկանց կարող ես ներկայացնել ու դա բան չի։ Մենք հանրահավաք, այսինքն ժողովրդի պահանջներ իրականացնենք, որ դա իմ կարծիքը չէ, դա ամբողջ մի հատվածի, այսինքն դժվար ժողովրդի պահանջն է ու եթե պետք է այդ քանակն չի դες բանանում, ասում են քիչ է կամ այդքան մարդ է դուրս գոհում, բայց մեծամասնությունը գոհ է, մենք այդ համախմբման կոչով պետք է ասենք, որ իրոք դա մենք չենք խափում, եկեք մոնիտորինգ իրականացնենք, տեսեք, որ իրոք դա խնդիրներ է, որը պետք է լուծվի։ Ինչպես բազմիցս նշվել է, ձեր այս հանդիպումները միայն սոցիալական բնույթ չեն կրում, բայց կառավարությունը միայն սոցիալական պահանջներն ու հարցերն է քննարկել։ Երեք կառավարության նիստում առաջարկվել է նոր ծրագիր, նախագիծ, ըստ որի արցախցիները պիտի ստանան աջակցություն, սոցիալապես անապահով արցախցիները, եթե նրանց եկամուտը 55,000 դրամը չի գերազանցում, ապա ընտանիքից մեկ անդամ պիտի ստանա 40,000 դրամ, մնացածը 10,000 դրամներ։ Արդյոք սա կգա փոխարինելու 40+10-ին եւ եթե ոչ ինչ խնդիրներ կբերի։ Ներողություն եւ ինչու է կառավարությունը միայն սոցիալական հարցերի մասին բարձրաձայնում, որտեղ ձեր պահանջների մեջ 12 կետանոց միայն սոցիալական չէին։ Այդ հասցեն չեմ կարող պատասխանել, թե ինչու կառավարությունը մենակ դրան արձագանքում, մենք շարունակելու ենք մեր պայքարը կոնկրետ մյուս կետերի շուրջ, որպեսզի նաեւ մեզ համար կարծես թե անում են դա նրա համար, որպեսզի պարակտումը ցնի եւ Արցախցուն վարկաբեկեն, որ ինքը գնում է գումարի հետևից։ Ես ուզում եմ նորից կրկնեմ, որ մենք գումարի հետևից չենք գնում։ Մենք չենք ուզում ոչ մի գումար։ Եթե կարողանում եք կար ժամանակում ապահովել կացարանով, բավարար պայմաններով, ապա եթե չեք կարողանում, գոնե փոխարինող միջև իսկի պետք չէ մեզ հետ քննարկել։ Դու գիտեք, որ այսիշ հարցերում եմ մնում, այդ հարցերը տերը այսինչանն է, իր հետ պետությունը կապվի, իր գումարը ինչքան տալիս է տանվար փոխանցի, իսկ մենք յոլա գնանք այդ տան մեջ, գոյատևենք, միջև որ կացարանով մի ձև, այսինքն ծրագիրը կփոխվի, կբայելավի, քանի որ նաև ծրագիրը չի ճիշտ գործում, ծրագիրը չի հիմիկվա շուկայական գներին համապատասխան, որ սերտիֆիկատ տված գումար ու շուկայական գինը չես կարող այդ գնով տուն առնես, հիմա փաստն է որ տարի ու մի քանի ամիս է ծրագիրը գործում է, բայց շատ քիչ տոկոսով մարդ է օգտվել այդ ծրագրից։ Հիմա կապած այս ծրագիրի հետ 40,000 դրամ պլյուս անդամի 10,000 դրամ, դա զուտ իմ
ծրագիր է, որ ասեն կառավարությունը աշխատում է ինչ-որ բան անում է, բայց ասում եմ էլի դժվար չի ամեն ինչ իրաց ձեռնա մոնիտորինգ իրականացնեն, լավ այդ ընտանիքում հաշվենք 5 հոգի մարդ են, 5 հոգուն հասնելու է 40 սոցիալական X գումար, այդ գնով արդյոք գալիս է 100,000 նախ չի անցնում, իսկ տան գներն էլ 150,000-ից բարձր են ցավոք, նաև ոչ միայն խոսքը չի վերաբերում Երևանին, նույնիսկ մարզերում, այսինքն գները բարձր են, չի օգնելու, դա կարող է մի փոքր թեթևացնի տվյալ այդ ում պետք է այդել հասնում է 3000 ընտանիքի մոտավոր այսինքն էլի քիչ քանակ է կազմում, բայց մյուսները ոնց ապրեն 100 կներեք 120,000 չի 150,000-ից, որովհետև այդքան մարդ դուրս է եկել այդ ժամանակ, բայց 20 տարուց հետո տալով Քաշաթաղի շրջան, տալով Խարվաճարի շրջանը, մարդիկ դուրս են եկել արդեն ապրում էին Հայաստանում, այսինքն արցախցիները ասում են 120,000 է, 150,000-ից լավ հաշվենք 10%-ը ունի ստե բնակարան, իրանց պետք է մի տվեք կամ մի 10% գները, այսինքն շաշատում են, ստանում են մեծ գումարներ, իրանց էլ հանեք, այսինքն բայց տակ 3000 ընտանիքի տալով ոչինչ չի փոխվելու։ Ես ասում եմ, փաս այդ մարդիկ վաղը կանգնելու են մեծ խնդիրների առաջ, ուշ լինելու այդ մարդկանց փորձել շոբան անել։ Հիմա ինչու են թողնում, որ դանակը հասնի ոսկորին, հետո ասեն դե չէ, վիճակարանա մի բան անենք։ Եթե ու նաև տեղեկ են, որ այդ գումարները Հայաստանի բյուջեի չեն տալիս, դրսի միջազգային կազմակերպություններն են ուղարկում, Սփյուռքն է ուղարկում, ու եթե Իսպանիան այդ գումարներն էլ չկա, թող հայտարարեն, չգիտեմ, համաարցախյան մարաթոն, որ ժողովուրդ այս մարդկանց խնդիրները լուծելու համար այսքան գումար է պետք, ու այդպես խոշոր գումար էլ չի, էլի հաշվարկում ես արցախցիներին բնակարանով ապահովելու համար, կացանով ապահովելու համար, չեմ ասում, մինիմալ բավարար պայմաններ ապահովելու համար, այդպես մեծ գումար էլ չի։ Մի հատ մարաթոն իրականացնենք ու հստակ եթե ցանկություն կա իրոք արցախցիներին այստեղ պահելու, ոչ թե արտագաղթեն, եթե իրենց համար Արցախցին այսօր այստեղ բեր չէ, այլ ռեսուրս է մարդկային, թե տնտեսության զարգացման համար, թե անվտանգության համար, ապա կարելի է ճիշտ իրականացնել։ Հիմա պետք է հասկանալ, մենք բեր ենք, թե չէ։